Երևանի օդին, քանի մենք նայում ենք ժամանակից սկսած, այդ խնդրի նայում են ավելի ոնց որ կոմունալ մակարդակ, այսինքն կոմունալ խնդիր է երևում, հա։ Հետո ինչ մի բան հասկացան, որ դա քաղաքաշինական խնդիր է, դե փոշին շենքը սարքում են, շինհրապարակը, ցանցերը չեն դնում։ Հիմա նոր ոնց որ արտանում են, այս մի տարի է, հասկանում եմ, որ դա բնապահպանական խնդիր է, բայց ես կասեմ, որ դա իրականում շատ ավելի քաղաքական եւ ստրատեգիական խնդիր է եւ նաեւ ինչ որտեղ էգզիստենցիալ։ Հիմա այդ գոյաբանությունը բացատրում ինչի, որովհետեւ ես չգիտեմ 50 տարի հետո, ասենք ես զբաղվում եմ քաղաքային պլանավորումով, հետաքրքրված եմ, հոբի էր, հետո մասնագիտական, հետո ինչ որ, հետևում եմ միջազգային սաղ տենդենսները, կարդում եմ, չգիտեմ, լսում եմ, զրուցում եմ, խորանում եմ, բայց որևէ մեկը չի կարող ասի 50 տարի հետո կամ հատկապես 100 տարի հետո որևէ քաղաքի առաջնահերթությունները, կարևորությունները որոնք են լինելու։ Ես որպես երևանցի տղա, որ զբաղվում է Երևանի նաև խնդիրներով հասկանում է եւ միջազգային փորձը կարող հստակ մի բան ասեմ։ Այն քաղաքներն են լինելու մրցակցային 50 եւ 100 տարի հետո եւ հետաքրքիր եւ ապրելու համար հարմար, որոնք առաջերտին օդն է մաքուր։ Որտեղ բնականաբար արդեն կարանք ջարդենք տարբեր իջնենք տարբեր մակարդակներից, սկսած ծառերի, այս որ էկոցիդը ջնջեցին անօրինական վերջասրած շինհրապարակների կամ այս անհասկանալի շինարարությունները, երրորդը մեքենաների իրավիճակը, ասինքն, հա, ասենք եթե դու խրախուսում ես մի կողմից որ էլեկտրական մեքենաները շատանան, բայց մյուս կողմից դու բերում ես, ասենք, այդ ժոնգթոնգ մեքենաները։ Ինչից մենք այսօր խոսանք, Գյուրի ջան, Երևանը ամենակարևոր այդ պրոբլեմների կվինտեսենցիան է։